Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, այո, Սուրճ ու սեր առավոտից ծրագիրն արդեն սկսում է աշխատանքը եւ այսօր դուք ձեր առավոտն անցկացնելու եք գեղեցկուհիների հետ։ Բարի լույս, Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը արդեն տաղավարում են, ինչը նշանակում է, որ առաջիկա 1.5 ժամը ձեզ սպասում է էներգիայով, ծիծաղով, զրնգուն ձայներով եւ լավ երաժշտությամբ լի առավոտ։ Բանալի բառը զրնգուն ձայներն էին ենթադրում եմ, որովհետեւ այդպեսին ենք մենք հիմա ինչ արած հատկապես աղջիկները։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, կարող ենք ասել բոլոր նրանց աչքը լույս ովքեր աշխատում են, ոչ թե արձակուրդում են, աշխատանքային շաբաթը կարող ենք համարել կիսված, թեպետ ընդամենը եւս մեկ աշխատանքային օր ու կրկին կգան հանգստյան օրերը, բայց այսօր 5 շաբթի է։ Օրը 5 շաբթի է, ամսի 23-ն է արդեն է, հուլիսն էլ ճանապարհեցինք ընդամենը մի շաբաթ եւ ամռան վերջին ամիս կթևակողենք։ Պատկերացնում ես, աչքը թարթում ես եւ ժամանակը թռնում է։ Այո, շատ արագ թռնում է, այնպես որ բոլոր այն մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել վայելել ամառը, միանշանակ կոչ են կանում չդժգոհել շոքերից եւ հակառակը վայելել արևի վերջին 1 ամսվա ակտիվությունը, որովհետեւ աչքներս կթարթենք ու էլի կսկսենք ամանորին պատրաստել։ Ես լիահույս եմ, որ սեպտեմբերն էլ է շոք լինելու եւ ամառվա պես է լինելու, ու մենք կարողանալու ենք 2 ամիս էլ վայելել ամառային լավ եղանակը, ինչու ոչ, եթե չենք կարողանում գնալ այլ երկիր, վայելենք այն Հայաստանում, որովհետեւ Հայաստանն էլ պակաս գեղեցկություն չունի եւ առավել քան գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Մեր աչքը ուղակի սովորել է, մերն է դրա համար։ Ինչևէ, ժամանակը արագ է թռչում, փորձեք յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր վայրկյան ճիշտ օգտագործել եւ վերցնել կյանքից, քաղել կյանքից այն ամեն ինչ ձեզ անհրաժեշտ է, որովհետև այսպես ժամանակն անցնում է, հասակ ենք առնում, միայն սերն է, որ հասակ չի ունենում։ Այո։ Համամիտ ես, չէ՞ ինձ հետ։ Ես էլ Արամեն Պետրին է։ Վարգարուն է, ծաղիքները արթնանում են, սիրո ճամփան ինձ տանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, անարաշխար ինձ ժպտում է խանդավար, իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հովի նման մեղմ քայլում եմ, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուրանցնում են Ամեն աղջիկ մի փերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց ձեռքին ես գերի եմ սիրար Սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արարաշխար ինձ ժպտում է խանդավար Չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս Արարաշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Այ այսպես ժամացույցի տկտկոցը լսելով, եթե ուշացել եք ու դեռ տանն եք, պետք է շատ արագ ստաֆեք ու հավաքվեք, որպեսզի կարողանաք չուշանալ։ Չնայած հիմա հաշվի առնելով խցանումները, Կիևյան ճանապարհի փակ լինելը, մարդիկ իրենց ուշանալը շատ հաճախ պարզապես մեղք է բարդում են այդ ամեն ինչի վրա, նաև խցանումների վրա, բայց դե ամեն դեպքում միևնույն է խցանումները լինելու են ու իսկապես ուշանալու եք, այնպես որ մեր ուղեկցությամբ այո փորձեք տանից դուրս գալ, մի մոռացեք, որ մեզ կարող եք ոչ միայն լսել FM հաճախականությամբ, այլ նաև դիտել մեր Facebook-յան էջում եւ գրել մեկնաբանություններ, որոնք իդեպ արդեն ունենք սիրելի Լուսինե։
Յուրի Մարգարյանը գրում է հարգանքներս Լուսինեին էլ, Վեգային էլ, բարի լույս հայ ազգ, շնորհակալ ենք օրը ձեզ հետ սկսելու համար լավ եթեր, ձեզ ու լավ ու բոլորից լավ օր, համաձայն ենք։ Ամալիա Ղազարյանը նույնպես մեզ է միացել սրտիկներ է ուղարկել, բարի լույս է մեզ մաղթում նաև Ստյոպ Վարդանյանը։ Հայաստանի հանրային ռադիո Հայատար փնտրում եք Facebook-ում եւ դուք նույնպես կարողանում եք միանալ, դիտել մեզ եւ գրել մեկնաբանություններ։ Չեք մոռանում, որ կարող եք նաև այցելել մեր տուն arbradio.am կայքի միջոցով։ Նույն տարբերակով դիտել կոճակը սեղմում եք եւ հետևում եք մեր ծրագրի ընթացքին։ Ինչ վերաբերում է ուշանալուն, ապա պետք է արդարության համար նշենք, որ շատ սիրում եմ հուլիսի վերջ օգոստոս ամիսները մնալ Երևանում, որովհետև գերծանրաբեռնվածությունը թուլանում է, բոլորը գնում են հանգստանալու, այստեղ խաղաղ է, շնչելու օդ կա ու կարող ես զբոսնել առանց նեղվելու, խցանումներն էլ թեթևանում են։ Իմիջիալոց հասկանանք, խցանումները թեթևացել, այո, թեթևացել են։ Բավական այսօր թեթև են համեմատած վերջին օրերի 5 է ընդամենը կարծես։ Ընդամենը 5 է բալային նիշը, կարմիր գծերով դիտարկում ենք քիչ են։ Հետաքրքիր է, որ Սարյանն է ցույց տալիս խցանում, որովհետև միակողմանի էր դարձել եւ կարող ենք ասել, որ Սարյանը չէ, սխալ եմ ասում, Սայատնովան, տեսնում ես, ահա, Սայատնովան մեզ մոտ խցանում է տալիս, այնպես որ փորձեք շրջանցել, բոսորով ներկված փողոցները շատ քիչ են, ինչպես միշտ շատ փոքրիկ շրջանցիկ փողոցներն են, այն փողոցներն են, որ վարորդները օրինակ մտածում են, որ կշրջանցեն գլխավոր փողոցները եւ նրանք չեն մտածում, որ նրանք մենակ չեն եւ կարող են այլ վարորդներ էլ նույն կերպ մտածել։ Մի խոսքով գերծանրաբեռնվածություն չունենք, խաղաղ է, հանգիստ է, մի քիչ ծանրաբեռնված է Դավթաշենի կամուրջը պայմանավորված բնականաբար հոսքով տարբեր ուղղություններից, չենք մոռանում Կիևոյան կամուրջը դեռ փակ է։ Իրականում ցավոք վստահ եմ, որ մինչև եթերի վերջին հատվածը այս պատկերը կփոխվի, բայց մենք կհետևենք եւ եթերաժամի վերջին հատվածում այո եւս մեկ անգամ ձեզ կտեղեկացնենք։ Տեսնենք թե ինչպիսին է եղանակը նախ հանրապետության տարածքում, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նույնիսկ կարկուտ, քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժ գնացում։ Սա հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը չնայած դրան էապես չի փոխվի, տեղափոխվենք Երևան։ Երեկոյան ժամերին այստեղ նույնպես հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, բայց քամուշ գնացումն է 14-ից 17 մետր վարկյան արագությամբ, բայց ջերմաստիճանը ցերեկ մինչև 35 աստիճան կբարձրանա, իսկ գիշերը մինչև 23, այնպես որ եղանակի ջերմաստիճանի մասով առանձնապես փոփոխություն չունենք, շարունակելու է լավ եղանակ լինել։ Այո, հարգելի ռադիո լսողներ, փորձենք նաև հասկանալ այս պահին մայրաքաղաքում 25 աստիճան է, հիանալի եղանակ է, այո։ Բարենպաստ կարող ենք ասել, տեղափոխվենք նաև հանրապետության ավտոճանապարհները հասկանանք ինչ է, ինչ վիճակում է։ Լավ եղանակը դրական ազդեցություն է ունեցել նաև ավտոճանապարհների վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանք անցանելի են։ Ստեփան-Ցմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ ավտոճանապարհներ բարեբախտաբար չունենք։ Սա էլ իմացանք։ Ինչ է կատարվում օդային տարածքում, հիմա կփորձենք միասին հասկանալ հարգելի ռադիոլսողներ, փորձում ենք դիտարկել ժամանումների սանդղակը, տեսնում ենք ունենք 1 Չեխիալ, 1 ուշացում, Շիրազի թռիչքը, որ 10:05-ին պետք է Հայաստան ժամաներ, Չեխիալ է հայտարարված, այն չի գա Հայաստան, Շարմ էլ Շեյխի թռիչքը 10:10-ի փոխարեն Հայաստանում վայրեջք է կատարելու 13:25-ին, այնպես որ եթե ձեր հարազատներին պիտի գնաք դիմավորեք, հաշվի առեք նաև այս հանգամանքը, բայց չեք մոռանում հաշվի առնել նաև, որ ունենք բավականին փակ փողոցներ, դրա հետևանքով գուցե քաղաքում գերծանրաբեռնվածություն լինի, այնպես արեք, որ ժամանակին հասնեք ու ձեր բարեկամները ձեզ չսպասեն երկար։ Շարմ էլ Շեյխը, քանի որ ուշ է ժամանելու Հայաստան, թռիչքը կիրականացվի եւս ուշ ժամի 11:05-ի փոխարեն թռիչքը կիրականացվի 14:20-ին։ Ունենք եւս 2 ուշացում մեկնումների սանդղակում Դուբայի 2 չվերթները 12:25-ին Հայաստանից կհեռանան 12:45-ին։ Ունենք նաեւ այս պահին մի քանի նստեցում, նրանց ովքեր նստում են ինքնաթիռ եւ մեկնում այլ երկիր, մի քիչ ենք նախանձում, այո, եւ մաղթում բարի ճանապարհ, լավ հիշողություններ, եթե հանգստի են մեկնում, ապա վառ հանգստի տպավորություններ, իսկ ինչ է պետք այլ երկիր գնալուց առաջ ունենալ նաեւ քեզ հետ
այդ երկրի թղթադրամը։ Այնպես որ տարադրամի փոխարժեքին նույնպես այսօրվա տվյալներով ծանոթանանք, ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր արժե 366 դրամ եւ 89 լումա, եվրոն 418 դրամ է 36 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 6 է, 139 դրամ 59 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգն է 490 դրամ եւ 57 լումա, դիրհամն այսօր 99 դրամ է եւ 888 լումա, 0.026 էլ շարունակում է մնալ իրանական ռեալը, չնայած տարածաշրջանում իրավիճակին կայուն է, շատ ցածր, բայց կայուն։ Զարմանալի է, որ այդպես կայուն կա։ Ուզեցի այսօր նաև նշել կանադական դոլարի փոխարժեքը 268.19 է։ Դե այդպես մեկ-մեկ այդել է։ Փաստորեն կանադականը շատ ավելի արժեք, քան ամերիկյան դոլարը։ Եվս մեկ երաժշտական դադար, որի ընթացքում մինչև դա ձեզ հիշեցնենք եւս մեկ անգամ, որ 55-3702-ն էլ մեր հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել, իսկ հետո արդեն կվերադառնանք եւ կտեսնենք, թե ինչով է նշանավորվել հուլիսի 23-ը պատմության տարբեր տարիներին։ Դե ինչ գնացինք արգելի ռադիոլսողներ, առաջարկում ենք մնալ մեզ հետ եւ իհարկե շարունակել հետեւել ծրագրի ընթացքին եւ բացի նրանից, որ ձեզ կներկայացնենք կարեւոր տեղեկություններ, նաեւ իհարկե լավ երաժշտությունը չի խանգարում։ Այո, սուրճ, սեր, լավ տրամադրություն, հոգու ջերմություն, ինչ ասես, կարող ենք մաղթել ձեզ հարգելի ռադիոլսողներ, կարևորը ձեր սրտով լինի, չէ՞։ Այո։ Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Որովհետև երջանկությունը սուբյեկտիվ երևույթ է եւ յուրաքանչյուրից համար տարբեր է, այնպես որ ուզում ենք, որ երջանիկի հենց ձեր տեսակը լինեք եւ որը անցնի այնքան լավ, որքան դուք եք պատկերացնում եւ ինչպես դուք եք սիրում։ Մարդկա օրինակ իր համար օրը լավ է անցել, երբ աշխատավայրում պրոդուկտիվ է եղել եւ բոլոր task կոչվածները, այսինքն այդ օրվա հանձնարարությունները կատարել է։ Մարդկա որ լավն է համարում օրը, երբ ամբողջ օրը պարկած է եղել եւ ոչինչ չի արել։ Այնպես որ հենց ձեր ստանդարտներով լավ օր ենք մաղթում։ Այո, եւ երջանկությունը ի դեպ, հատկապես տղամարդկանց եմ խոսքս ուղում, ովքեր ունեն կողակիցներ։ Երջանիկ եք այն պարագայում, երբ ձեր կողքի կինը երջանիկ է, հիշեք ձեր երջանկությունը անմիջական կապ ունի ձեր կնոջ երջանկության հետ։ Սխալ եմ ասում։ Ամեն ինչ արեք, որ ձեր կինը երջանիկ լինի, որ դուք էլ երջանիկ լինեք։ Եթե դուք այդպես չանեք, դուք էլ երջանիկ չեք լինի։ Այո։
Պարս հաշվարկ է զուտ։ Հա, այդպես կարող ենք ասել երևի, հա։ Իդեպ Լուսինե եւս մեկ մեկնաբանություն ունենք, մեզ միացավ Մանուշակ Թումանյանը նաև, բարի լույս հարգելիները, սուրճ ձեզ հետ սուրճ ու սեր բոլորիս։ Այո, այսօր սուրճ վեգայից շնորհիվ է, որ վայելում ենք, շնորհակալ եմ վեգա։ Ասում եմ, բայց Լուսինեի պատրաստածը միշտ ավելի լավ է բուրում եւ ամբողջ սենյակով մեկ տարածվում է։ Իդեպ ես քեզ պատմել եմ, չէ՞, իմ փոքրիկ հնարքը, որ քանի որ ես ամռանը սառը սուրճ եմ սիրում, բայց միշտ նախանձում եմ տաք սուրճ ըմպողներին, որովհետեւ բույրը շատ լավն է, սառը սուրճը ցավոք առհասարակ չի բուրում, բայց դե ամռան էլ տաք սուրճ չեմ սիրում, ես հասկացել եմ, որ լավագույն լուծումը սառը սուրճը վայելել մի մարդու կողքին, որը քեզ հետ տակն է վայելում։ Դե տեսնում ես, հիմա ես տակն եմ խմում ու խմում ես սառը սուրճը։ Սառը սուրճը։ Օգտվեք այս լայֆհակից, լավ տարբերակ է գտել վեգան եւ իհարկե միասին փորձենք հասկանալ թե պատմության մեջ այսօրը ինչ հետաքրքիր տոներ կան, իրադարձություններ եւ ի վերջո ովքեր են ծնվել։ Գնանք միջազգային տոներին նախ առաջ։ Եվ ծովային աշխարհում կարևորոր են նշում այսօր, չգիտեմ նրանք նշում են թե ոչ, բայց ամեն դեպքում բնապահպանները նշում են կետերի եւ դելֆինների համաշխարհային օրն է այսօր փաստորեն։ Գիտենք, որ դելֆինները համարվում են շատ խելացի կենդանի, ասեմ, կաթնասուններ, եկեք այսպես ձևակերպենք։ Իդեպ Լուսինե վերջերս կարդացի, որ մի ուսումնասիրության համաձայն այս կաթնասունների ուղեղի կառուցվածքը ամենաշատն է մեզ նման։ Այո, դա այդպես է եւ վերջերս նաեւ ես էլ մի քանի հետաքրքիր դրվագների հանդիպեցի, թեպետ մինչև փաստարկները ամբողջությամբ չճշտեմ, այդքան էլ չեմ հավատա, որ ոչ միայն լավ դրվագներ են։ Այո, եւ ասում եմ, որ դելֆիններն այդքան էլ բարի չեն, որքան ձեզ է թվում։ Ասում են, որ նրանք լավ էլ չար նենք եւ կեղծ արարածներ են, նրանք շատ խելացի են։ Իհարկե եղել են պատմության մեջ նաեւ լավ դեպքեր, երբ օրինակ օգնել են կորած նավին գտնել տեղը եւ այլն, բայց ասում են, որ դե երևի մարդկանց պես է։ Մեզ ես էի ուզում ասել, տեսուր չի որ կետեն դելֆիններին շատ են նմանեցնում մեզ, էլի։ Հաջորդ միջազգային տոնը, դե ինչ ասեմ, շատ տարօրինակ տոն է, ասում է եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այո, հենց այդ եւ այլնի միջազգային օրն է։ Yada day։ Պաստորը այդպիսի օրել կան։ Լուսինե, իդեպ երբ եթե ժամանակ լինի անդրադառնալու միջազգային զվարճալի կամ թեթև լրահոսին, կհիշեցնես, որ դելֆինների մասին մի լուր կարդամ, որը վերջերս եմ հանդիպել։ Գնանք առաջ ազգային տոներ եւ իհարկե սկսում ենք Միացյալ Նահանգներից, որը երբեք չի դադարում մեզ զարմացնել հետաքրքիր զվարճալի, երբեմն էլ շատ բարի տոներով։ Այսօր հրաշալի տատիկի օրն են նշում Միացյալ Նահանգները։ Չէ, հրաշալի տատիկ լինում է։ Լինում է։ Դե լավ, հա, լինում է։ Դե մարդը էլի, այ քեզ բան, հա։ Հատկապես երբ տատիկի սրտով չէ հարցը, նա մի քիչ ավելի ջղային տատիկ է դառնում։ Հետո լինում են, չէ, տատիկներ, նրանք սովորաբար կան տատիկների տեսակներ, որոնք շքամուտքերի մոտ են լինում, սովորաբար։ Փայտերը ձեռքին եւ քեզ ասում են բաներ քո մասին, որ դու չես ուզում լսել։ Ինչևէ, արի ողջունենք բոլոր տատիկներին։ Այո, չէ, ողջունում ենք իհարկե բոլոր տատիկներին եւ վերադառնում նահանգներ, որտեղ առանց սննդամթերքի կամ ուտեսների տեսակների չի անցնում ոչ մի օր։ 3 տոն ունեն այսօր, գետնանույշի յուղի եւ շոկոլադի օրն է։ Իմ սիրելի վանիլային պաղպաղակի օրը հաջորդնել է իմ սիրելի։ Այդպես էլ գիտեի, այնքան վստահ էի, որ դու հաստատ սիրում ես մանգո Լուսինե, այո, փաստորեն նաև մանգոյի ազգային օրն է այսօր։ Հրշեջ ցնցուղի օրն են նշում այսօր, կարելի ասել կարևոր։ Իմիջիալոց մանգոն կոնկրետ երկրների մանգոներն եմ ավելի շատ հավանում։ Կոնկրետ Եգիպտոսում կան տեսակներ մանգոյի, Շրի Լանկայի մանգոներն են անմահական, այսինքն կախված է թե որ երկրում է այդ մանգոն աճել, զարգացել։ Իդեպ ես շատ երկար ժամանակ մանգո չէի սիրում, հետո պարզվեց, որ պարզապես վատ եւ խակ մանգոներ եմ ուտում, հետո հասկացա, որ չէ։ Խակ մանգոներ։ Իրականը իսկապես համեղ է։ Բոլիվիայում բարեկամության օրն են նշում այսօր։ Ինդոնեզիայում էլ երեխաների օրն են նշում, Ճապոնիայում իմիջիալոց էլի գնանք ծով։ Ահա։ Ծովի օրն է եւ ճապոներեն նամակ գրելու օրը։ Մայրենի լեզվով իրենց մայրենի լեզվով նամակ գրելու օրն է փաստորեն։ Ինչքան բարդ լեզու է։ Շատ մերինից էլ երևի չգիտեմ։ Վերջին շրջանում իդեպ Ռուսաստանը նույնպես անընդհատ զարմացնում է հետաքրքիր երբեմն էլ տարօրինակ օրերով եւ տոներով, այսօր ամառանոցային մարդկանց օրն է։
Հատե գիտես ինչու, որովհետև նրանք ունեն մշակույթ, չէ, ամռանը բոլորը քաղաքից գնում են Զագրդ, այդպես կոչված, եւ ես օգոստոսին մի անգամ երբ հայտնվել էի Մոսկվայում, իսկ ես սովորաբար լինում էի այլ ժամանակահատվածներում, նախ պայմանավորված որ զբոսաշրջիկներ չկային, որովհետև փակ էին սանկցիաներ եւ այլն, եւ երկրորդ քաղաքում մարդ չկար, մետրոները դատարկ էին, ոչ ոք չէր վազում, վայելել ու ես այդ ժամանակ զգացի, ես միշտ չեմ սիրել Մոսկվան, զգացի Մոսկվայի լայնաշունչ փողոցներն ու հարմարավետությունը, այդ ժամանակ հասկացա, որ պայմանավորված էին չափից շատ զբոսաշրջիկները ու մարդկանցով, որոնք քեզ տիպքով վրայով անցնում էին եւ դիսկոմֆորտ էին ստեղծում, պես որ ամառանոցային այս մարդկանց օրը շատ տեղին է իրենց մոտ ընդունված է։ Եվ լավ ամառանոցային սեզոն մաղթենք, տեսնենք թե ծննդյան տարեդարձ։ Գնանք արդեն, հա, գնացինք, դե լավ։ Նախ եւ առաջ հասկանանք ինչ դեպքեր իրադարձություններ են տեղի ունեցել 2015 թվականի հենց այսօրը Կեպլեր հեռադիտակով բացահայտվել է երկրային տիպի առաջին էկզոմոլորակը Կեպլեր 452b, որը գտնվում է բնակելի գոտում։ Եվս մի կարևոր հայտնագործություն է եղել տիեզերքի ուսումնասիրության ոլորտում, նաև 2000 թվականին հայտնագործվել է արեգակնային համակարգի ամենափոքր բնական արբանյակը, ամենամեծ մոլորակի Յուպիտերի արբանյակը, դրա դրամագիծը 4 եւ 8 կիլոմետր է։ Եվ նաև տեղեկացնենք, որ 1980 թվականի այսօրը Սոյուզ 37 տիեզերանավով թռչում է առաջին ասիացի վիետնամցի տիեզերագնացը Ֆամտուանը, այո, Ֆամտուանն է նաև թռել, շարունակենք, գնանք առաջ եւ փորձենք հասկանալ Ֆրանսիայում ռոկետ կոռում 1951-ին բացվել է ՆԱՏՕ-ի գրասենյակը, կարծես թե գիտության ոլորտի համար շատ կարևոր օր է այսօր, նաև Ford Motor Company-ն է վաճառքի հանել իր արտադրած առաջին ավտոմեքենան։ Իսկ նկարիչը Գյուստավ Կուրբեն ընդմիշտ հեռացել է Ֆրանսիայից 1873 թվականի հենց այսօրը։ Գնանք այ որ շատ նայում ենք այս իրադարձությունները բազմաթիվ երկրներ ուզում են անկախանալ մյուս ինչ-որ տարբերակներից, մյուսը ինքնավար տարածքի կարգավիճակ է ունենում, այսպիսի պատմություններ այսօր իմիջիալոց շատ են, բայց դրանց չանդրադառնանք, գնանք առաջ տեսնենք ինչ է կատարվում առհասարակ։ Եվ ովքեր են ծնվել նաև այսօր, մեր շատ սիրելի Հարի Փոթերն է փաստորեն այսօր ծնվել 1989-ի, այսօրն է ծնվել Դենիել Ռեդկլիֆը, որը հետո ինչ դերել խաղաց, միևնույն է մնաց եւ հավերժ կմնա մեր Հարի Փոթերը։ Հետաքրքիր է, որ կան դերասաններ, որոնք մեկ դերում փայլուն ներկայանում են, հաջողում են եւ արդեն իրենց որքան փառք է բերում, նաեւ վնաս է բերում, որովհետեւ որքան էլ այլ ֆիլմերում այլ դերեր մարմնավոր են, միևնույն է այդ կերպարը դաջված է նրա դեմքին։ Նույնը կարող ենք ասել խաղընկերու մասին, Դենիելի Հարի Փոթերում, թեպետ ես այլ ֆիլմերում նրան տեսնեմ Էմմա Ուոտսոնը հիանալի է մարմնավորել այդ կերպարները, բայց միևնույն է առաջնային գալիս է Հարի Փոթերում մարմնավորած իր կերպարը, համամտես չէ։ Իհարկե կան դերեր, որոնք անկախ ամեն ինչից միշտ հետապնդում են, բայց եթե օրինակ Էմմա Ուոտսոնի դեպքում գոնե նրա բախտը բերել է, որ նրան այլ դերեր առաջարկել են, կան մարդիկ, որոնց ռեժիսորները դիտարկում են հենց այդ դերի հետ, եւ ցավոք այլ տեսակ դերեր նրանք չեն էլ ստանում։ Մի բավական աղմկահարույց դեպքի մասնակից Մոնիկա Լիվինսկին է 1973-ի այսօրը ծնվել, գիտեք, որ սա այն աշխատակիցն է, որի հետ հարաբերությունների արդյունքում Բիլ Քլինթոնը իմպիչմենտի բախվեց։ Այո, եւ դրա համար էլ Մոնիկա Լիվինսկին անվանում են սեքս սկանդալիստ։ Ինչը կարծում եմ շատ անարդար է հաշվի առնելով, որ այդ հարաբերություններում նա ամենափոքրն էր եւ չգիտեմ, միայնակ չէր։ Եվ այստեղ իրականում այս են տարբերակներ, որ մոմ չենք պահել եւ շատ բաներ մենք տեղյակ չենք ուղակի եւ միշտ հիշենք, որ մեդալը ունի մի քանի կողմ, այսինքն եթե տեղի ունեցել գործողություն, գործող անձինք, ապա գուցե ամեն մեկն իր տեսակետով ճիշտ է, բայց այդուհանդերձ այստեղ պետք է փորձենք գծագրային պատկերին դիտարկել եւ փաստարկված լինեն ամբողջ տեղեկությունները, որpիսի այսպիսի թյուրիմացություններ տեղի չունենան։ Գրանք ֆուտբոլային աշխարհ, իսպանացի ֆուտբոլիստ պաշտպան Իվան Մարկանոն է ծնվել 1987-ի այսօրը։ Վերջին մեր եթերները միշտ շատ ֆուտբոլային են եւ կարծես թե շատ ֆուտբոլիստներ են այսօր։ Չորսս էլ այնպես չի, որ ֆուտբոլիստ սիրահարենք ու այդպես լավ հասկանում ենք ֆուտբոլից։ Այո, բայց որպեսզի բավարարենք նաեւ մեր մարզասեր ռադիո լսողների պահանջները, անպայման անդրադառնում ենք նաեւ մարզական լրահոսին։
Գնանք շարունակենք, տեսնենք թե ինչ կա, հա։ Վուդի Հարելսոնը ամերիկացի դերասան 3 անգամ Օսկարի նոմինացված, 4 անգամ էլ ոսկե գլոբուսի 1961 թվականի այս օրն է ծնվել։ Սա էլ իմացանք։ Գնանք առաջ փորձենք հասկանալ էլ որ պերսոնաժներն են առավել հետաքրքիր որ ներկայացնենք ձեր ուշադրությանը, բայց կարծես թե այսօր իդեպ բազմաթիվ խմբերի երաժիշտներ են ծնվել։ Ես դիտարկում եմ եւ տեսնում եմ Depeche Mode-ի անգլիացի երաժիշտ խմբի անդամ Մարտին Գորդն է ծնվել 1961 թվականի այսօրը։ Այստեղ նաեւ մենք տեսանք ռոք խմբի գիտարահար Սոլ Հադսոնն է ծնվել։ Guns N' Roses-ի եւ այստեղ եւս մեկ Travis խմբի մենակատար շոտլանդացի երաժիշտ Ֆրեն Հիլին է ծնվել 1973-ի այսօրը։ Դե այդ արդիվ ամենավերջում կխնդրեմ, որ Guns N' Roses-ի իմ սիրելի երգը միացնենք։ Ինչու վերջում, որովհետև այն ավելի հանգիստ եւ մի փոքր ամենավերջում կհիշեցնես անպայման չմոռանանք, անպայման կանենք այդ ամբողջական տարբերակը կներկայացնենք։ Ռեժիսոր դերասան Միխայել Դովլաթյանն է ծնվել 1958 թվականի հենց այսօրը։ Զաբել Ասատուրը գրող, բանաստեղծուհի 1934-ի այսօրն է ծնվել։ Իդեպ ասենք նաև, որ դիրիժոր Երևանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանն է ծնվել 1951-ի այսօրը։ Եվ կոմպոզիտոր Տելեմակ Ավետիսյանը 1907 թվականի այսօրն է ծնվել։ Կարծես թե վերջ, հա։ Ամփոփեցինք, կարող ենք այդպես ասել, մեր ընդհանուր օրացույցը եւ պատմական դեմքերն ու դեմքերին, որոնք այսօրվա հետ այս կամ այն կերպ կապ ունեն։ Րոպեներ անց արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջը ասում ենք, որ նա գա ուրենա, չգիտենք թե ուրենա, բայց թող գա, իմանանք թե ինչ լուր կա։ Հանգիրս ես սրանից հետո ուրենա վերնակրով ինչ որ երգ պիտի միացնենք։ Ուրենա, բայց չստացվեց, այս պարագայում այդպես եղավ։ Ճիշտ ասած, հիմա կհասկանանք թե ինչ երգ ենք մենք լսելու, ամբողջական դեռ։ Ահա։ Չէ, դեռ չէ։ Հա, սկսվեց, գնացինք։ Գնանք լսենք, տեսնենք ինչ երգեր ենք մենք լսելու։ Put your flags up in the sky. And wave them side to side. Show the world where you're from. Show where you're from. Show the world we are one. When the going gets tough, the tough get going. One love, one life, one world, one fight. Whole world, one night, one place. Brazil, everybody put your flags in the sky and do what you feel. It's your world, my world, our world today, and we invite the whole world to play. It's your world, my world, our world today, and we invite the whole world to play. En mi mundo, tu mundo, el mundo de nosotros. Invitamos a todo el mundo a jugar.
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նրա համածառայակից կրտսեր սերժանտի եւ շարքային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում են քննչական կոմիտեից։ Բարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նարեկ Թորոսյանը 20 տարեկան էր, Չարենցավանից ռուս-հայկական համալսարանի ուսանող էր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս։ Կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես բուժ ծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Վերջինս առանձնահատուկ է կարևորել ինքնասպանությունների եւ ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաեւ զինծառայողների բարեհոգեբանական վիճակի պահպանման եւ բարելավման ուղղությամբ համալիր իրականացվող աշխատանքները։ Զինծառայողների ծառայության եւ կենցաղային պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը գտնվում է պաշտպանի ուշադրության կենտրոնում, շեշտել է Անահիտ Մանասյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հեռախոսազրույց ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Նրանք անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ընդգծելով տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության կարեւորությունը։ Մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Փաշինյանը եւ Մերցը անդրադարձել են Հայաստանի եւ Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետեւողական զարգացման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է Օտավայում հանդիպել Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի եւ արտաքին գործերի փոխնախարարի տեղակալի հետ։ Քննարկվել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները։ Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան շփումների կարեւորությունը։ Միեդից առաջին հերթին ակնկալվում է, որ կճանաչի Բաքվում տեղի ունեցած ամբողջ դատավարության անարդարացիությունը եւ կհիմնավորի ամբողջ գործընթացի խտրական լինելը, հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, հավելելով բավական է թեկուզ մեկ դրվագ մանդատնշել ամբողջ դատավարության ընթացքում մենք չենք տեսել, որ մեղադրյալները նստած լինեն իրենց փաստաբանների կողքին։ Հայտնի է դարձել, որ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Արցախի նախկին պետնախարար գործարար բարերար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել Միեդ։ Ղազարյանի կարծիքով Միեդից ակնկալիք ունենալը իրատեսական է, քանի որ Եվրոպական դատարանը ի տարբերություն Բաքվի դատարանների ապացուցել է, որ նման գործերում անաչառ դատարան է։ Կարևոր է այս դատավարությունների վիճարկումը, որտեղ առաջին հերթին չվիճարկելը նշանակում է ընդունում ես արդյունքները եւ երկրորդ վիճարկում է, որ վերացվեն այդ դատական ակտերը։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին, Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շարունակականությունը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Իրանի շահերից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ինձ թվում է, կան ցանկացողներ, որոնք փորձում են յուրաքանչյուր կողմին դրդել, որպեսզի այս հակամարտությունը շարունակվի, մենք նրանց թվին չենք պատկանում, ասել է Լավրովը։ Լավրովը նաև հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանն ու Չինաստանը ուղղակիորեն զենք են մատակարարում Իրանին ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։ Իսկ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում մեր ենթակառուցվածքների դեմ կստիպի հասցնել հզոր եւ որոշիչ պատասխան։ Այս մասին էլ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է ակն։ Նրանք, ովքեր կնպաստեն նման ագրեսիային, անկախ աջակցության տեսանկյունից, նույնպես կդիտարկվեն որպես օրինական թիրախներ, գրել է Արաղչին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանը շատ շուտով պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ գործարք կնքելուն, բայց դեռևս պատրաստ չէ դրան։
Իսկ Ռուսաստանում շարունակվող վառելիքի սուր ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, թե այդ բարդությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Կրկին ցանկանում եմ ընդգծել, այն դժվարությունները, որոնք մեզ համար ստեղծվում են վառելիքի շուկայում, ժամանակավոր են եւ չեն ազդելու տնտեսական դինամիկայի վրա։ Նշենք, որ վերջին շաբաթներին ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների, մասնավորապես նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանում վառելիքի սուր պակաս է առաջացել, որն ուղեկցվում է բենզալցակայաններում երկար հերթերով, բենզինի ռեկորդային գներով, հերթերում ժամերով սպասող ռուսաստանցիների միջև միջադեպով։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Փայլում ես ունասում, ինձ հայրում ես ունկերիդ խաղով, ասաում ես երազում, ում ես կանչում ծիծաղով, երբ նայում ես հրմայում ես քո լույսով, լուսաբաց ես կանան լուսաբաց, ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով, քո աչքերով եմ գերված, Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի հարավոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի հարավոտ, Ինձ տեսնում ես, շատացնում ես նազերդ, քո աչքերում արևն է շողում, դու նայում ես, շոյում ես մազերդ, աղբյուրի պես ծիծաղում, ես չգիտեմ, թե որտեղից դու եկար, կանաչ կարնանցի ծերնակի պես, դու չկայր իմ սրտի մեջ սերը չկար, հիմա սիրո ծով եմ ես, Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի հարավոտ, գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի հարավոտ,
ծաղով Երբ նայում ես, հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչքերով եմ գերված Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արևոտ Իմ կյանքի Առավոտ, այո, մենք գալիս ենք ձեզ մոտ յուրաքանչյուր առավոտ, լավ տրամադրությամբ, վատ երգելով, բայց դա կարևոր չի, կարևորը որ ունենք հրաշալի տրամադրություն եւ այն փորձում ենք փոխանցել ձեզ։ Եվ նաև միշտ ունենք հրաշալի հյուրեր, այսօր նույնպես շատ սիրելի հյուր ունենք մեր տաղավարում, բայց մինչև նրան ներկայացնելը պատմեմ, որ մինչև օգոստոսի 2-ը անցկացվելու է Notations երաժշտական լաբորատորիան եւ փառատոնը, որը երկրորդ տարին անընդմեջ մեկ հարթակում է համախմբում ժամանակակից երաժշտությունը, ձայնային արվեստը, հետազոտությունն ու միջազգային համագործակցությունը։ Այս օրերին արվեստագետներ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից ոչ միայն ներկայացնում են իրենց աշխատանքները, այլև ստեղծում են նոր համագործակցություններ, փորձարկում գաղափարներ եւ ձևավորում մշակութային երկխոսության նոր տարածքներ։ Թե ինչ ծրագրով է հանդես գալիս այս նախաձեռնությունը, ինչ նպատակներ ունի եւ ինչ է առաջարկում մասնակիցներին, բարձելու ենք մեր շատ սիրելի հյուրի հետ։ Մեր տաղավարում է Շողակաթ Մլքե Գալստյանը, հոսք հիմնադրամի ծրագրերի ղեկավար։ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր է երաժշտական լաբորատորիան։ Ինչու լաբորատորիա։ Երևի թե գալիս է դա մեր արժեքներից, որ հոսքում աշխատում ենք, որտեղ մեր համար ամենակարևոր բաներից մեկը հենց համագործակցությունն է եւ ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր ժանրային արվեստագետներ եւ տարբեր ոլորտային արվեստագետներ կարող են իրար հետ համագործակցել։ Մենք ապրում ենք մի հիասքանչ ժամանակաշրջանում, երբ որ ժամանակը այնքան արագ է եւ ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում։ Դա հիասքանչ է։ Դա շատ հիասքանչ է, որ մարդը հիմնականում ունենում է այդ զգացողությունը, որ ոնց ես կարող եմ համագործակցել, երբ որ ամեն ինչ այսքան արագ է գնում։ Եվ դա ունի պլյուսերը, որտեղ մենք շատ շուտ տեսնում ենք արդյունքը, բայց նաև իր մինուսները, քանի որ մենք չենք կարողանում գտնել այդ կետը հանգստի եւ վերաիմաստավորման, թե մենք ինչ ենք անում։ Ու Notations ու հոսք հիմնադրամում ու հենց Notations լաբորատորիայում, որտեղ մենք աշխատում ենք հենց լաբորատոր սիստեմներով եւ երկար կրթական ծրագրերով, մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ տարբեր ժանրային արվեստագետներ, նկարիչներ, հետազոտողներ, մուլտիմեդիա նկարիչներ, երաժիշտներ տարբեր ոլորտներից, ձայնայինից մինչև դասական գործիքներ հայտնում են մի վայրում, որտեղ իրանց տալիս են հնարավորություն եւս մեկ անգամ վերաիմաստավորեն իրանց գործը եւ ստեղծեն նոր բաներ իրար հետ համագործակցելով։ Այսինքն մենք ինչն է յուրահատկությունը, հա, այս ամեն ինչի, որ մենք ստեղծում ենք այդ տարածքը արդեն գործող արվեստագետների համար, որ իրանք այդ տեմպի հասցնելու, անընդհատ արտադրելու, նոր երգ, նոր արդյունք, իրանք մի պահ sense ներշունչ եւ արտաշունչ եւ նոր բաներ ստեղծեն։ Որովհետև ստեղծագործականի համար այդքան էլ բարենպաստ չի, որ այդքան արագ ամեն ինչ տեղի ունենում։ Հա, որովհետև դու անընդհատ այդ արտադրելու մոլուցքի մեջ ես լինում ու շատ հաճախ շատ կարևոր մանրուքներ են կորում այդ ժամանակ։ Հա, ու նաև շատ հաճախ արվեստագետներին չափում են իրենց արտադրողականությամբ, այսինքն քանի երգ թողարկեցիր, քանի լուսանկար արեցիր, այսինքն քանակը տեղ շատ կարևորում է։ Եվ քանի որ մենք նաև ունենք միջազգային արվեստագետներ 27 երկրի
Մայքլից 111 արվեստագետ ծամյաց ցենց վարդագույն իրավիճակը մենք նաև ունենում ենք տարբեր երեկոյան ծրագրեր, երբ որ իրան կարողանում են տարբեր ներկայանան, բայց այն աշխատանքները, որոնք ստեղծվելու են հենց այս լաբորատորիայի ընթացքում, ներկայանալու են օգոստոսի 1-ին եւ 2-ին փառատոնի տեսքով։ Այսինքն փառատոնն էլ տեղի է ունենալու ազգային պատկերասրահում։ Շատ լավ է կտրել։ Այո, մեր նոր գործընկերն է այստեղ։ Նոր գործընկերն է այստեղ։ Միշտ մեր կողքին ֆիլհարմոնիան, պետական ֆիլհարմոնիան եւ նաեւ Հայ ֆիլմ ստուդիան Մոստը, այսինքն մենք ունենք 3 տեղ խոշոր մեծ տեղ։ Այո, ու նաեւ մենք ուզում ենք, որ քաղաքի համար ինքը դառնա մի տեղ, երբ որ փորձարարությունը եւ այդ ստեղծարարությունը սենց գրավում է քաղաքը։ Այստեղ են արդեն հյուրերը շողակատ։ Այո։ Ես ճիշտ հասկացա, որպեսզի ասենց ավելի շատ հստակ լինի, արվեստագետներին տալիս եք այս ժամանակը, չգիտեմ, 1 շաբաթ եւ կարծես թե ավել, ու ասում եք, դե ստեղծեք։ Այսքան ձեր ժամանակ։ Այո, բայց բացի տալիս ենք ժամանակից, նաեւ տալիս ենք համադրողների, ովքեր նաև ներկայանում են ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր ունենում են իրենց այսպես ասած բաժինները, որտեղ իրանք մասնակիցների հետ համատեղ ստեղծում են աշխատանքներ։ Այսինքն բացի նրանից, որ մենք տալիս ենք, ասում ենք, «Հեյ, եկեք մի տարած Ուղղորդող կա կոպի։ նկարի, հենց հիմա, բայց կան նաև այսինքն համադրողները։ Օրինակ, պարզ օրինակ բերեմ, Ժան Նանդավցյան, մեր բոլորի կողմից շատ սիրելի երգչուհի եւ Բեն Վիլերը, իրենք իրար հետ տանում են ազգային բանը, այսպես ասած բաժինը, որտեղ ունենք շատ մասնակիցներ տարբեր ոլորտներից, էլի իրար հետ իրանք ստեղծելու են նոր նախագիծ։ Պատկերացեցիք, չէ՞, այսինքն Բեն Վիլերը ինքը էլեկտրոնային երաժիշտ է։ Ժաննան բոլորին գերում է իր ձայնով, բայց իրար հետ իրանք ստեղծում են մի հատ ընդհանրապես ուրիշ բան։ Այսինքն նույն ձևի օրինակ Տիգրան Ասուչյան, մեր բոլորի շատ կողմից, այսինքն չգիտեմ, ջազի էվոքին, այո, եւ Մեսրոպե Սարգսյան, այսինքն ով նաեւ, չգիտեմ, այդ էլեկտրոնային, դաշնամուրային ու երաժշտական, չգիտեմ ոնց ասեմ, music production-ի, այդ դրա առաջատար մասնագետներ։ Իրանք միասին աշխատում են ջազ ոլորտում, որ ստեղծեն նոր նախագիծ։ Այսինքն բայց մասնակիցների հետ ու նաև էդ էլ է կարևոր, քանի որ ոլորտը լի է գիտելիքով, մասնագետներով, մեր համար նաև կարևոր է իրար հետ համագործակցելու եւ նաև ոլորտի մեջ այդ տեղեկությունները իրար հետ փոխանակելու խառնուրդներ կան, այսինքն նկատի ունեմ խենթ խառնուրդ ասելով գործակցության տեսանկյունից, օրինակ երգիչը նկարչի հետ, այստեղ շատ, այսինքն արվեստի տարբեր ճյուղերում սկսեն իրար հետ ինչ որ նոր բան ստեղծել, դառնա չգիտեմ ինչ։ Լավ իմաստով չգիտեմ ինչ է։ Այ մեր ուզածը հենց դա է, այսինքն մենք չենք ուզում, նայեք, լաբորատորիան ինքը այդ ստեղծարարության մեջ մենք չենք տեսնում մաքուր ոլորտ, այսինքն մեր համար շատ անհասկանալի է ինքը մաքուր ոլորտը։ Մեր համար այդտենց համագործակցություններ կան։ Օրինակ կարող եմ բերել անցած տարվա օրինակներից, երբ որ կար նվագախումբ, որի այսպես ասած դիրիժորը հատուկ ինստալացիա եւ սենսորների շնորհիվ պատկերների միջոցով կառավարում էր նվագախումբը։ Կամ օրինակ, եթե մենք բերենք, չգիտեմ, երբ որ պատկերը դառնում է ձայն եւ ձայնից գնում ենք, չգիտեմ, դեպի սենսորային մի համակարգ, երբ որ դու զգում ես։ Այդ մեր ոլորտ գնացինք արդեն, էլի պատկեր ձայն։ Չէ, այսինքն ինքը երբեք ինքը շատ ինստալացիոն է, ինքը շատ ներառական է ու նաեւ ամենահետաքրքիր բաներից մեկն է, որ նաեւ շատ կատարողական է։ Մենք Հայաստանը երջանիկ է իր արվեստագետներով, որովհետև մենք այնքան շատ տաղանդավոր մարդկանց ունենք, այնքան շատ, որ նույնիսկ մեկ-մեկ անհավատալի է, բայց այսքան փոքր երկրում այսքան շատ արվեստագետ ու մեկ-մեկից լավ է։ Այո, բայց միևնույն ժամանակ մենք գտնվում ենք մի ոլորտում, որ համագործակցությունը շատ դժվար է, որովհետև բոլորս պայքարում ենք սուղ միջոցների համար։ Հետո տեղը փոքր է, հնարավորություններն են քիչ, իսկ մարդիկ շատ են տաղանդավոր։ Այս պարագայում այս խնդիրը մենք ունենք։ Եվ մենք որպես լուծում տեսնում ենք այդ համագործակցային աշխատանքների մեջ, երբ որ մենք ավելի շատ համագործակցենք, մենք կարողանանք նաև նոր հեծանիվներ ստեղծել։
Լավ իմաստով նոր հեծանիվներ։ Ասում եմ նոր սպորտային միջոց է, բայց այս պարագայում ստացվում է, որ մենք նոր հեծանիվներ ենք ստեղծում։ Եվ բացի դրանից, եթե հեծանիվը նորը չես ստեղծի, գուցե փոխարինող արդեն միջոցներ ստեղծել ավելի հետաքրքիր լուծումներով, տարբեր երկրներից կան մասնակիցներ, նախ հետաքրքիր է որ երկրներից են եկել, ինչպես է այդ համագործակցությունը ստացվել, արդյոք հրավերներ են, թե իրենք են դիմում, եւ նաեւ առաջին անգամվանից հետո, քանի որ երկրորդ անգամ է անցկացվում, ինչ արձագանքներ կային, արդյոք արվեստագետներ կան, որոնք արձագանքել են եւ ցանկացել են մասնակցել առաջին անգամվա տպավորություններից ելնելով։ Այս շատ լավ հարց է, որտեղ անցած տարի մենք ունեինք այլ թեմա, անցած տարի Ավետ Տերտերյանի սիմֆոնիաներ համար 3, որը, չգիտեմ, երևի թե անվերջ ներշնչանքի աղբյուր է։ Եվ անցած տարի մեր ամբողջ աշխատանքը դրա շուրջ էր եւ անցած տարի մենք ունեինք 60 մասնակից, ունեինք 80 հայտ։ Եվ անցած տարվանից հետո այս տարի մեր մոտ թեման ռիտուալներն են, այսպես ասած ծեսերը, եւ թե ինչպես կարող են արվեստագետները ստեղծել նոր ծեսեր, ապագայի ծեսեր։ Ինչ լավն է։ Այո, եւ այս տարի մենք ունենք 111 մասնակից, բայց ունենք 270 հայտ։ Այս արդեն խոսում է նրա մասին, որ հետաքրքրությունները շատ են։ Եվ նաեւ ունենք միացած շատ հետաքրքիր բան, որ նախորդ տարվա մասնակիցները անընդհատ ուզում էին նորից մասնակցեն, բայց ինչպես մենք կարող ենք գտնել այդ բալանսը անցածի եւ նորի, եւ իրանք նույնպես ներգրաված են որպես օգնող մասնագետներ նոր մասնակիցների համար, եւ նաեւ երբ որ նայում ենք աշխարհագրությունը մասնակիցների, չգիտեմ, Cape Town, Ճապոնիա, Վրաստան, Պարսկաստան, Իտալիա, Ամերիկա, ու այս ընդհանրապես գիտեք, երկրները այդքան էլ կարևոր չեն, որտեղ իրենք միջազգային են, շատ, չգիտեմ, Գերմանիա ամենչել է։ Դուք այնպեսի երկրներ ասեցիք, որ իրենց ավանդույթները, երաժշտական ոճ, արժեհամակարգը կտրուկ իրարից շատ տարբերվում են եւ շատ գունային գաման հարուստ է բոլոր ձեր նշած երկրներին։ Մեր համար ամենակարևոր բանը դա է, որ բոլոր արվեստագետները իրանք կայացած են։ Այսինքն ու հետաքրքիր է իրանց հետ խոսել ու շատ հետաքրքիր է ներքին արվեստագետների հետ, այսինքն հայ արվեստագետները, որոնք միանգամից ունենում են այդքան մեծ ցանց։ Փորձի փոխանակում է տեղի ունենում։ Հա, ու անցած տարվանից կան արվեստագետներ, ովքեր ծանոթացել են ինչ-որ մեկի հետ, արդեն գնացել են ինչ-որ ռեզիդենցիայի, այսինքն դա էլ է շատ հետաքրքիր։ Ու այս ամենը նաև ուզում եմ ասեմ, այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ինչ է կատարվում Հայաստանում այսօր արվեստով, թող գան օգոստոսի 1-ին եւ 2-ին տեսնեն իրենց աշխատանքները, որտեղ այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի մենք վերաիմաստավորենք եւ վերագնահատենք այն արվեստագետներին, ում հետ ապրում ենք նույն երկրում եւ նույն մոլորակի վրա։ Խնդրեմ Վեգա ջան։ Իրականում, քանի որ սա բավական նորարարական ձևաչափ է, իհարկե ես համաձայն եմ, որ մենք շատ ունենք արվեստագետներ, շատ ունենք տաղանդավոր մարդիկ, բայց իմ համեստ դիտարկմամբ մենք ավելի շատ արվեստի ավանդական տարբերակները եւ ավանդականից ոչ միշտ ենք շեղվում։ Շատ իմ կարծիքով ավելի քիչ են արվեստագետները, որոնք նորարարությունների համար բաց են։ Այդ առումով հետաքրքիր է արդյոք հայ արվեստագետների կողմից նույնպես հետաքրքրությունը մեծ էր մասնակցելու փառատոնին։ Ունենք շատ հայ արտիստներ, արվեստագետներ, որոնք հենց իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու, շփվելու, փորձի փոխանակում անելու արտերկրից ժամանած այլ արվեստագետների եւ միմյանց հետ։ Այստեղ նաեւ պատասխան ունի երկու մաս։ Նախ հոսքը մենակ notations չի անում եւ տարվա ընթացքում մենք բազմաթիվ կրթական եւ ոչ կրթական միջոցառումներ ենք անում։ Այսինքն այստեղ նաեւ կարեւոր է որ մենք հայ արվեստագետների հետ չենք հանդիպում մենակ notation-ի ժամանակ։ Այսինքն մենք իրար հետ ենք ու տարբեր ձևաչափերով դա կլինի կրթական դասախոսություններ, դա կլինի, չգիտեմ, jam session-ներ տարբեր ոլորտների, դա կլինի թանգարանային գիշերը որպես ֆորմատ, դա կլինի երկար կրթական։ Այսինքն մենք տարբեր ոլորտային ներկայություն արդեն տարվա ընթացքում ունենում ենք եւ մենք կարող ենք ասել մենակ մեկ բան, որ օրինակ դուք ասում եք, չէ, օրինակ նույնն է ավանդական արվեստական բան, բայց այստեղ էլ մեդալը երկու կողմ ունի, կարելի է ասել եւ նույն արվեստագետը կարող է ներկայանալ հանրությանը շատ ավանդական ոճով եւ շատ ավելի փոքր մարդկանց համար ավելի փորձարարական եւ դրանում է նաեւ մեր նպատակը որպեսզի իրակող կլինենք եւ որ կայացած արվեստագետը փորձում է գնալ փորձարարության որովհետեւ նայեք երբ որ շուկան փոքր է լինում երբ որ դու հասնում ես ինչ որ մի կետի շատ դժվար է գնալ փորձարարության որովհետեւ դու շատ մեծ ռիսկային գոտի ես մտնում որ դու կարող ես կորցնել նաեւ քո գոյություն ունեցող զանգվածը որի համար դու պայքարել ես եւ շատ բան ես արել ժամանակ ես կորցրել այո եւ փորձարարությունը ինքը ունի այդ մոգական ուժը, որ ինքը ստեղծարար սխալի մասին է նույնպես հասկանում եք, ինքը նաև այն բանի մասին է, որ կարող է կատարյալ չլինի։ Ու դրա բայց ինքը նաև
ապագան ստեղծելու մասին է եւ հոսքը ընդհանրապես չի խոսում ավանդույթների դեմ կամ ավանդական արվեստի դեմ։ Հակառակը իրար հետ երկխոսության եք բերում ժամանակակիցն ու ավանդույթը։ Այո, մենք ուղղակի փորձում ենք, չգիտեմ, այն կետում հանդիպել, որտեղ արվեստագետը փորձի ինչ-որ մի բան։ Օրինակ այսօր մենք ունենք նաև կրթական ծրագիր։ Մեր մասնագետ Նորայրը Քարթաշյան կարդալու է դասախոսություն մեր մասնակիցների համար։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞, ինքը ինչ-որ հանդիպում ես, դու պատկերացեք ինչ-որ հայ արվեստագետ ես, որ աշխատում ես էլեկտրոնային ձայների հետ եւ հանդիպելու ես նման մասնագետի։ Եվ այդ փոխանակումը շատ կարեւոր է եւ մենք անչափ շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին եւ բոլոր մարդկանց, ովքեր գալիս են մեր միջոցառումներին, լինում են մեր արվեստագետների կողքին եւ ընդհանրապես հետաքրքրվում են արվեստով, որովհետեւ մենք հիմա կառուցում ենք ապագան, մենք կառուցում ենք վաղվա արվեստը, մենք հիմա աջակցում ենք այն արվեստագետներին, որոնք կառուցելու են մեր վաղվա, հասկանում եք, մենք ճարտարապետներն ենք, էլի, հասկանում եք, մենք ամեն մի այցելուն, ամեն մի երգը, որ մենք լսում ենք, ամեն մի ցուցահանդեսը, որ մենք գնում ենք, մենք դրանով կառուցում ենք մեր մշակույթը։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ ձեր ճարտարապետական գլուխգործոցները ունենան ամուր հիմք, որքան հասկանում եմ, անուններ տվեցիք Նորայր Քարթաշյան, Սուջան, այս պարագայում կարող ենք վստահաբար ասել, որ հիմքը ամուր է, որովհետև հաճախ ասում են, դե սա մոդեռն է, մի կետիկ գուցե նկարեն, գուցե մենք չենք հասկանում, բան չունեմ ասելու, բայց այդուհանդերձ ես ընկալում եմ արվեստի գործերը, որ դրանք պիտի ունենան շատ խոր ասելիք եւ պիտի ունենաս մտածելու փնտրտուքները, գտնելու ինչ որ բաներ ու փորձես հասկանալ ինչ է ուզել ասել արվեստագետը։ Այս պարագայում շատ կարեւոր է արվեստագետի գիտելիքն ու բազան, ձեր ոչ միայն այդ համագործակցությունը, այլև այդ դասախոսությունները բերում են նրան, որ դուք նաև տալիս եք ամբողջական հիմք։ Այո, եւ նաեւ ուզում եմ նշել, որ մեր համար շատ կարեւոր է նաեւ հենց Notation Laboratory-ի արդյունքում ստեղծվում է, լինում է հենց փառատոնից հետո մենք գնահատում ենք ստեղծված գործերը, օրինակ անցած տարվա արդյունքում ստեղծվեց, թողարկվեց բավականին հետաքրքիր մի հատ վինիլ, անցած տարվա վինիլ, այո, մենք այդպեսին ենք, անցած տարվա աշխատանքներով, այսինքն ինչ որ մի գործ ստեղծվեց, մենք նաև ուզում ենք այդ չգիտեմ, դիստրիբուցիայի մասին խոսել, որը նաև դրանով էլ ենք զբաղվում, այսինքն ստեղծվեց մի աշխատանք, մենք փորձում ենք դա տանել առաջ, տեսնենք, որ ոնց կարանք շուկայում ուղղակի ստեղծի ու վերջ։ Էդ էլ է շատ մենք պատասխանատու ենք այդ աշխատանքների համար եւ շատ հաճախ լինում են այնց աշխատանքներ, որոնք ստեղծվում են ու ինքը պահի մասին է, վայրի մասին է ու վարքյանի մասին է։ Ու այդ աշխատանքներն էլ են մոգական եւ շատ գեղեցիկ։ Լինում են աշխատանքներ, որ մենք տեսնում ենք, սա ունի պոտենցիալ նաեւ միջազգային հարթակում։ Լինում են աշխատանքներ, որ ասում ենք, պետք է այստեղ մի փոքր օգնել, որ ինքը դառնա արդեն իր ամբողջական տեսքով։ Բայց ամենակարևորը օգոստոսի 1-ին եւ 2-ին պահում ենք մեր շաբաթ-կիրակին։ Ժամը շատ հետաքրքիր ժամը 12-ից գնում է օգոստոսի 1-ին սկսում է ժամը 12-ին փառատոնը եւ ավարտվում է օգոստոսի 2-ին ժամը 10-ին։ Ամբողջ գիշեր լինելու է։ Փայլուն գաղափար է իրականում։ Շատ-շատերը ուղղակի գիշերը կորոշեն ավելի ստեղծագործական անցկացնել եւ կհայտնվեն կախարդական աշխարհում։ Մի հարց էլ ունեմ, խառնուրդները հասկացանք, որ տարբեր արվեստի ժանրի մարդիկ կարող են իրար հետ գործակցել։ Այստեղ երկրների ու իրենց դպրոցների, գույների, ոճերի խառնուրդի մասին էլ եմ ուզում խոսեք, որովհետև պատկերացնում ինչ շատ տարբեր է, բայց նաև շատ հետաքրքիր է, որովհետև նաև մեր արվեստի կրթությունը շատ մեծ եւ շատ կարեւոր բազա է տալիս արվեստագետին կարողությունների շրջանակում եւ դա շատ կարեւոր է եւ մենք ունենք շատ բարձր որակի կարողությունների հիմքի վրա ստեղծված մասնագետ կարելի ասել միջազգային դպրոցը մի քիչ փոխել է իր ուղղությունը դեպի ստեղծարար մտքի կողմը, որտեղ կարողությունները դառնում են որպես գործիք, այլ ոչ թե հիմք, այլ ստեղծարար միտքն է դառնում շատ կարեւոր մի կետ եւ այդ միաձուլումը կատարել է Հիանալի։ Գովազդային դադար կարծես թե ունենք։ Մենք հրաժեշտ կտանք հյուրին ու միանգամից գովազդային դադարը կներկուշի։ Հիշեցնեմ, որ Շողակաթ Մլքե Գալստյանի հետ էինք զրուցում հոսք հիմնադրամի ծրագրերի ղեկավարի։ Եվ վերջում եւս մեկ անգամ հիշեցնենք օգոստոսի 1-ին կեսօրին գնում ենք պատկերասրահ եւ Պետական ֆիլհարմոնիա ու այնտեղից դուրս ենք գալիս մյուս օրը ժամը Այդտեղից դուրս են գալիս ժամը 7-ին, ժամը 8-ին գնում ենք հայ ֆիլմ եւ դուրս են գալիս առավոտյան եւ ամբողջը խառն։ Այցելեք կայքը։ Ահա, կայք եք մուտք գործում, որովհետեւ խենթ գաղափարները մարմին են ստացել, կարող ենք ասել, եւ փայլուն գաղափարների կողմնակից միայն պիտի լինել ու գնալ առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից ծրագիրը շարունակում է ընթացքը եւ իհարկե մենք հետաքրքիր զրույցից հետո պիտի անցում կատարենք արդեն մեր ծրագրի վերջին հատվածին, այո, ճիշտ է։ Այո, մենք հիմա փոքրիկ երաժշտական էլի դաթար կապով ենք ձեզ համար, որի ընթացքում կլուսանկարվենք մեր հյուրի հետ, հետո կվերադառնանք ու արդեն կսկսենք ամփոփել եթերը, բայց մինչև հասկանանք թե ինչ երգով արժե ընդմիջում տալ, այո, կարծեմ մի քանի մեկնաբանություն ես այդ ընթացքում Էդիկ Բաբուջյանն է մեզ միացել եւ ավանդական ստիկերներ է ուղարկել, ինչպես նաեւ Կարինե Սարիբեկյանն էլ բարի լույս է մաղթում, բարի լույս իմ սիրելի հայ ժողովուրդ, ասում է նա։ Շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար, հիշենք նաեւ թե ինչ օր է այսօր եւ այլն միջազգային օրն է, այնպես որ եթե եւ այլնի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ ունեք կամ պատմություն, ապա կարող եք զանգահարել կամ գրել մեզ, մենք դրանք անպայման կընթերցենք։ Every night, oh, is it that sweet I kiss so? You can fly away with me tonight. You can fly away with me tonight. Baby, let me take you for a ride. Tell me why you gotta look at me that way. Right. You know what it does to me. So baby, what you trying to say? Hey. Trapped in our thick fence like ornaments. And Papa says he got Milo in him. He got me feeling like ooh. A little souvenir. Can I steal that from you? Keep up. Got me feeling like ooh. You talking money, need a hearing aid. You talking about me, I don't see a shade. I had to go. The boy is mine. I can't wait to try and let's get into tune. The stars that align. The boy is Bitch, I said what I said. I'd rather be famous instead. I let all that get to my head. I don't care, I paint the town red. turn it up. It's your favorite song. Dance, dance, dance to the distortion. Shimmy, yeah, shimmy, yeah, shimmy, yeah. Swalla la la. I'm a cool girl. I'm a cool girl. Ice cold. I roll my eyes at you, boy. Fly gal, get your nails done. Get a pedicure, get your hair pierced. Let me check my chest, my breath right quick. He ain't never seen it in a dress like this. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like this. How your wife in these thoughts, you don't get wins for that. I'm having another good year, we don't get blimps for that. We got Me and all my girls, yeah, we looking fabulous. Ooh, stop the track, strike a pose, stop the scare. Find the light inside our universe now. And nobody keep on holding us down. No, let's not put a label on it. Let's keep it fun. Keep up. Players only. Come on, put your pinky rings up. If you want, get your nails done, get a pedicure, get your hair pierced. I'm really messed up, I'll be
Best music. Best music. I love the music. Best music. Այսպեսի խառնուրդ, հիթերի խառնուրդ մեր եթեր ներխուժեց, լավ էր, լավ տրամադրություն այլ ավելի բարձրացավ, իդեպ ասեմ, որ ովքեր դիտում էին եւ ոչ միայն լսում են, տեսան ակտիվ ռիթմերի ներքո ոնց էի ապարում կոնկրետ ես, հետևեք իմ օրինակին, աշխուժացրեք ձեզ ֆիզիկապես եւս։ Եթե դուք եք ուզում տեսնել թե ինչպես էր պարում Լուսինեն, ապա դուք նույնպես մեզ պիտի ոչ միայն լսեք, այլև դիտեք մեր Facebook-յան էջը։ Ցավոք հնարավորությունը մեծ չի, ստիպված նստած ենք պարում, թե չեն բարահրապարակի կվերածեինք այս Մեզ ստուդիան։ կարող եք դիտել մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ եթե առավոտները մեզ հետ եք սկսում, ապա մեր մասին պատմեք նաեւ ձեր ընկերներին, հարազատներին, բոլոր այն մարդկանց, որոնք առավոտը մեզ հետ չեն սկսում, նրանց նույնպես հուշեք, որ մեզ կարելի է լսել FM հաճախականությամբ 107 եւ 7-ով Երևանի տարածքում եւ մեր Facebook-յան էջում կամ կայքում armradio.am։ Եվ ի վերջո մենք հետաքրքիր մարդիկ ենք, ինչ համեստ եմ, չէ՞։ Կարելի է մեր մասին պատմել։ Եվ այսպես մենք ծրագրի առաջին հատվածում խոսում էինք դելֆիններից եւ միֆը բացահայտեցինք, որ իրանք այդքան էլ բարի պոպշիկներ չեն, որոնք միայն օգնում են ժիպիտե դեմքներին, ոչ։ Նրանք ինչքան մեզ նման են, այնքան էլ մեր ված սովորություններն են նրանց նման։ Եկան խնդրեց, որ ծրագրի վերջին հատվածում հիշեցնեմ, այդ ինչ պատմություն է դելֆինի հետ կապված, խնդրեմ։ Լուսինե, ես վերջերս նյութ եմ հայտնաբերել մի դելֆինի մասին, որը սկամ մի ամբողջ խաբայություն էր կազմակերպել, այո, այն դելֆինարիում, որտեղ ապրում է, աշխատում էր, իրականում սա շատ ավելի լուրջ հաստատություն էր, ոչ թե պարզապես տուրիստական դելֆինարիում էր, այլ կաթնասունների ուսումնասիրման ինստիտուտ, խոսքը ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի ծովային կաթնասունների ուսումնասիրման ինստիտուտն է։ Այս կենտրոնում մարզիչները բնականաբար աշխատում էին դելֆինների հետ, հենց նրանց ունակությունները ուսումնասիրում եւ մի հնարք էին սովորեցրել դելֆիներին օգտագործել նաեւ մաքրության նպատակով եւ սովորեցրել էին հավաքել ջրի մեջ ընկած աղբը։ Ամեն անգամ երբ դելֆինը մարզչին էր բերում որևէ թուղթ կամ աղբի կտոր, որպես պարգև ստանում էր ձուկ։ Ամեն ինչ հրաշալի կլիներ եւ կշարունակեին հիանալ դելֆինների խելքով, եթե նրանցից ամենախելացին չլիներ մի աղջիկ դելֆին Քելի անունով, որը շատ արագ հասկացավ, որ պարգևատրումը կախված չէ աղբի չափից։ Ինչ էր անում նա, մեծ թղթի եւ կեղտի կտորները հավաքում էր, թաքցնում էր քարերի տակ, տանում թաքցնում էր եւ մաս փոքրիկ կտորներ էր պոկում եւ մաս մոտեցնում էր մարզիչներին, հրահանգիչներին եւ դրա դիմաց ստանում էր ձուկ։ Հետևաբար նա ավելի շատ ձուկ էր ուտում, քան մնացած դելֆինները թիմակիցները, բայց Լուսինե այսքանով Քելիի արկածները չեն սահմանափակվում։ Ով է նա։ Որոշ ժամանակ անց ճայ է ընկնում լողավազան եւ Քելին ճային մոտեցնում է եւ հանձնում է մարզիչներին եւ նրան շատ մեծ ձուկ են տալիս դրա համար եւ նա հասկանում է, որ ճայի համար ավելի մեծ պարգևատրում է ստանում եւ ինչ թռնում է ճայերին բռնում է։ Նա սկսում է չուտել այն ձուկը, որը տալիս են նրան, մանր կտորների բաժանալ եւ այդ ձուկներով բարձրացնել ջրի մակարդակին եւ ճայերին գրավել, որսալ եւ բռնում էր նա այդ ճայերին եւ տանում ու հանձնում էր մարզիչներին։ Եվ այս դեպքը օգտագործվում է որպես օրինակ նախ այն բանի, որ դելֆինները կարող են լինել երբեմն փոքրիկ սրիկաներ, նաև այն, որ նրանք ունեն խնդիրները լուծելու հրաշալի ունակություն, հետևանքային, այո, մտածողություն, ծախսօգուտ հաշվարկ անելու կարողություն եւ նույնիսկ մարդկանց ստեղծած պարգևատրման համակարգերը սեփական օգտին օգտագործելու հմտություն։ Բա, այդպիսի բաներ են, պես որ մի մտածեք, թե նրանք շատ Բարի, ոչինչ չեն մտածում, իրենք միանովն են, ոչ, այդպես չի իրականությունը, բոլորովին այլ է, որքան մարդը կարող է եւ բարի եւ չար լինել եւ շատ այլ բաներ, նույնպես դելֆինները եւս այսպես միֆը կոտրեցինք դելֆինների մասին, կենթանական աշխարհը շատ հետաքրքիր է, եթե սկսում ես ուսումնասիրել, խենթանալիք է ուղղակի կենթանական աշխարհը։ Իդեպ, որպեսզի հիմա տպավորություն չլինի, թե մենք այսպես հավաքվել եւ ատում ենք դելֆիներին, շատ ենք սիրում դելֆիներին։ Լավ դեպքերից մեկն էլ պատմեմ, դե գիտեք, իրականում պարզապես այդ մասին չասացինք, որովհետեւ գիտենք, որ շատ եք լսել, որ դելֆինները օգնել են մարդկանց ծովում մոլորված, դրանցից մի օրինակ միայն կարող եմ ասել, դե գիտեք, տասնյակ վկայություններ կան, բայց ամենահայտնի դեպքերից մեկը Էլի նահանգներում է տեղի ունեցել, երբ 2007-ին Կալիֆոռնիայում սերֆինգիստ Թոդ Էնդրիսը շնաձկան հարձակումից հետո հայտնվել է շատ
շատ ծանր վիճակում, մի խումբ դելֆիններ շրջապատում են նրան եւ այդպես շրջապատված բարձրացնում, պաշտպանելով, շրջանի մեջ պահելով եւ թույլ չտալով, որ այլ շնաձկներ մոտենան։ Այնպես որ այո, նրանք պարզապես մեր նման արարածներ են, որոնք որտեղ կան թե սրամիտները, թե խենթուկները, թե բարոյապես կասկածելիները, իդեպ այդ մասին նույնպես հետևություններ մի խոսքով։ Լավ, արի փակենք դելֆինների թեման, թե չի շատ այլ մանրամասներ կպատմենք եւ հեքիաթը կկոտրվի դելֆինների մասին։ Դուք հավատացեք, որ դելֆինները այդպես շատ բարի փերիների պես են, հա, այդպես կարող ենք անվանել։ Իհարկե դա շատ լավ է եւ առհասարակ ես կուզեի, որ որքան էլ գայթակղի չեն այդ դելֆինների հետ շոուները, այդուհանդերձ դելֆինները մնան բաց ծովում, այո, դա շատ կարևոր է, իմ կարծիքով դա ամենաճիշտն է։ Գնացինք։ Կյանքն ես տվել է սիրելու առիթ, թող ոսերը մոտ գա ու գրկի հոգի, ոչ մի վարքեն կյանքիցդ, ոչ մի երազանքիցդ, ինձ լսես չես հրաժարվի։ Մեկա, իմ ու կոնսեպտում սերկա, մեկա է սիրուն տերկա, վերկաց մոտարի ու բարի, մեկա, իմ ու կոնսեպտում սերկա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի։ Սիրում են, սիրտս քեզ նվիրում են, ինձ լսես հենց այդպես կանես։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա է սիրուն տերկա, վերկաց մոտարի ու բարի։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա է սիրուն տերկա, վերկաց մոտարի ու բարի։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի։ Սիրուն տերկա, վերկաց մոտարի ու բարի։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի։ Մեկա, իմ ու քո սրտում սերկա, մեկա է սիրուն տերկա, վերկաց մոտարի ու բարի։ Այո, մեկ է թե մեկ չէ, միևնույնն է թե միևնույնը չէ, այդուհանդերձ կարևորը որ ձեր հոգում սեր լինի, հարգելի ռադիոլսողներ, դա միակ ամենակարևոր եւ կարող ենք ասել շարժիչ ուժն է սերը այդուհանդերձ եւ առանց սիրո ոչինչ չես կարող անել ի վերջո սա պիտի հաշվի առնենք, էլի։ Վստահաբար, շարժիչ ուժ կարծում եմ շատ գեղեցիկ ձևակերպեցիր, որ սերը շարժիչ ուժն է, թե մեր կյանքի, թե գործունեության, ոգևորվածության, ոգեշնչվածության տեսանկյունից եւ ինչու ոչ սեր կենթանիների հանդեպ տեսել ենք, թե որքան մեծ է մարդկանց մեծամասնության մոտ ու դա շատ լավ է։ Իդեպ վերջերս մի քանի օր է արդեն համացանցում տարածվել է կենթանաբանական այգու աշխատակիցներից մեկի եւ իր խնամած թռչունի։ Այդ շատ գիտեմ տեսել մեզ մոտ իմիջիայլը, այո, մեր կենթանաբանական այգում, այո,
որքան է սիրում, իսկապես կենդանիների նկատմամբ սերը մարդու մասին շատ բան է ասում եւ քանի որ խոսում ենք խելացի կենդանիներից, այո։ Գիտես, չէ, ամենավտանգավոր մասնագիտությունը պանդային պահող աշխատակիցներն են, որովհետեւ պանդաների շատ լավն են, բայց դմբլո են, իրենք կարող են անգիտակցաբար վնասել այդ մարդկանց։ Ես տեսնում եմ այդ տեսանյութերը, նրանք ամենադմբլոներն են, բայց ամենաուրախներից են կարող ենք ասել։ Մենք խոսում ենք դելֆինների խելքից, արի հասկանանք էլ որ կենդանիներն են առասարակ խելացի շատ։ Իդեպ Լուսինե, մինչև դա, քանի որ խոսեցիր ամենավտանգավոր մասնագիտությունից, ուզում ես մի շատ հետաքրքիր եւ անգլերեն տերմին օգտագործեմ, cute, ժողովրդական լեզվով ասած պուպուշ մասնագիտության մասին պատմեմ քեզ։ Կա աշխարհի սառը կողմերում կա այսպիսի մի մասնագիտություն, եթե բառացի ասեմ, դելֆին ուղող։ Բանն այն է, որ ձնառած հատվածներում, որտեղ դելֆիններն են շատ եւ ինքնաթիռներ են անցնում, դելֆինները վերև են նայում եւ մեջքի վրա ընկնում են ձյան մեջ։ Եվ քանի որ նրանք չունեն նրանց ողնաշարը, մարդիկ հատուկ կան, որ հետ են կան մարդիկ, որոնք ուղաթիռով անցնում են, տեսնում են ընկած դելֆիններին եւ այսպես ուղղում են, որ նրանք կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Ամենաբարի եւ կանոն զվարճալի շատ լավ մասնագիտություն։ Մի քիչ դժվար, գիտես, մեծ են այդուհանդերձ դելֆինները, պետք է կարողանաս չվնասելով այդ ամենը իրականացնել։ Ես դելֆին ասացի, պինգվին պիտի ասեի։ Իսկ դու գիտես, որ պինգվիններին ձեռք տալ չի կարելի, ես մի անգամ եթերում դրա մասին խոսել եմ, հոտի հետ է կապված, նա կկորցնի իր հոտը եւ պինգվինների, այսպես ասած, ընտանիքը գուցե հոտառություն վռնդի կամ կկորի։ Չի կարողանա։ Լավ, գնանք առաջ։ Ամենախելացի կենդանիների շարքում 8 ոտնուկներն են, գիտեիք դրա մասին։ Դեպ նրանք նաև տարօրինակություն ունեն 3 սիրտ, կապույտ այրուն եւ 9 ուղեղ։ Ազնվական Մեկ կենտրոնական եւ մեկական ամեն շոշափուկում պատկերացնում ես 3 սիրտ ու աստվածներ։ Իսկ ինչ վերաբերում է բանականությանը, նրանք բացում են կափարիչներ, լուծում են լաբիրինթոսներ, օգտագործում են գործիքներ, օրինակ կոկոսի կեղևներ թաքնվելու համար եւ նույնիսկ դուրս են գալիս ակվարիումից ձուկ գողանալու։ Կարծում եմ սա ինձ ամենաշատը զարմացրեց, որովհետև ես կարծում եի, թե ութոտուկները առհասարակ անբանական կենդանիներ են եւ փաստորեն ոչ։ Հաջորդը ինձ համար զարմանալի չէ, շատ էի լսել այս մասին, ագրավներն ու կաչաղակներն են, այո, նրանք չնայած փոքր ուղեղին, նրանց ինտելեկտը հավասար է 7 տարեկան երեխայի մակարդակին, ըստ որոշ ուսումնասիրությունների ես 2 տարեկան, 2-3 տարեկան երեխա էի լսել, 7-ը նոր թիվ է ինձ համար, բայց էլի հետաքրքիր է։ Նրանք հիշում են մարդկանց դեմքերը եւ կարող են տարիներով վրեժխնդիր լինել։ Պատրաստում են սեփական գործիքներ ճյուղերից, կեռիկներ եւ օգտագործում են փողոցի մեքենաները ընկույզ կոտրելու համար։ Այդ է ուզում ասել, ես մի անգամ տեսել եմ ընկույզը վերցրեց գետնից, բարձրացավ տանիքից շպրտեց, որպեսզի ընկույզը կոտրվի, հետո սկսեց ուտել։ Ու առհասարակ ագրավներից մենք սարսափում ենք, բայց կան երկրներ, որտեղ եթե ագրավ է գալիս, նրանք ուրախանում են, որովհետեւ դա նշանակում է հյուրընկալության նշան եւ շատ լավ նշան է ագրավը այդ երկրներում։ Իդեպ քչերը գիտեն, որ թութակները միակ թռչունները չեն, որոնց հնարավոր է խոսել սովորեցնել, ագրավներին նույնպես հնարավոր է խոսել սովորացնել, սրանք նույնպես կարող են խոսել թռչուններ։ Իմիջիալոց ագրավների խոսելու եւ հմտությունների մասին մենք դեռ կանդրադառնանք այսօր, բայց տարօրինակ եւ բանական կենդանիներին անդրադառնալ շատերը կզարմանան, եթե առանձնացնենք խոզերին, չնայած իրենց կեղտոտ, այսպես ասած, համբավին, նրանք աշխարհի ամենամաքրասեր եւ խելացի կենդանիներից են։ Ինչ վերաբերում է բանականությանը, ապա կարող են սովորել կառավարել համակարգչային ջոյստիկը, ունեն հիանալի երկարաժամկետ հիշողություն եւ հասկանում են հայելու արտացուլանքը, ինչը չեն կարողանում օրինակ անել շատ շներ եւ շնիկներին թվում է թե իրենք ուրիշ շունիկ են տեսնում, երբ հայելու մեջ տեսնում են իրենց, գիտեիր։ Չէ, ես շատ զարմացած եմ, գիտե, վերջերս նկատել եմ, որ արևմուտքում փոքր չափի խոզեր մարդիկ սկսել են որպես ընտանիք կենդանիներ պահել տանը, բնականներում մինի փիգեր են կոչվում, ինչը ինձ շատ զարմացնում է, բայց ամեն դեպքում մաքրասեր կենդանիներ են։ Այս մեկը այնքան էլ զարմանալի չէ, բոլորս գիտեինք, որ կակապո եւ կեա տեսակի հատկապես թութակները, բայց առհասարակ թութակները բավական խելացի են, տարօրինակությունը կանում է նրանում, որ օրինակ կեա թութակները բնակվում են Նոր Զելանդիայի ձնառատ լեռներում եւ սիրում են քանդել մեքենաների ռետինը մասերը։ Նրանք չարաճճի են, նրանք նույնիսկ իմիջիալոց թիմային աշխատանքով լուծում են բարձր ամանաբանական խնդիրներ։ Իդեպ Լուսինե եւս մեկ լուրել էլի նահանգների կենթանաբանական այգուց, այնտեղ ստիպված էին եղել 2 թութակի բաժանել, որովհետեւ նրանք մարդկանցից վատ բառեր էին սովորել եւ երկուսով հայհոյում էին կենթանաբանական այգու հյուրերին եւ ծիծաղում էին, ստիպված նրանց առանձնացրել էին։ Դա օգնել է ինչու։ Չգիտեմ, բայց առանձնացրել էին։ Ես թութակ
թութակ պահել եմ եւ 2 թութակ դա մինի սերիալ էր, սցենար կարելի էր գրել նրանց առօրյայի մասին եւ կարող էր ոչինչ չանել առավոտից իրիկուն նստել ու նայել այդ թութակների սիրային արկածներին, գժտություններին եւ այլն։ Հիմա արագ մի քանի հետաքրքիր զավեշտալի դեպք Ագրավի մասին, Ագրավ, որը կատվի ձայնով կռվեցրել է շներին, Վաշինգտոնում բնակվող մի Ագրավ սովորել էր կատարյալ նմանակել կատվի մլավոցը, նա նստում էր ցանկապատին եւ ձայն տալիս, երբ բակում շներ էին լինում։ Շները կարծում էին, թե կատու է հայտնվել, սկսում էին կատաղի հաչել եւ իրար խառնվել, Ագրավը հաճույքով հետևում էր այդ իրարանցմանը, իսկ երբ շները հոգնում էին, նա բարձր կռռում էր, կարծես ծիծաղելով նրանց հիմարության վրա։ Այ քեզ բան։ Այո, այդպես Ինչու զարմացած չենք, չգիտեմ։ Բացարձակ, իդեպ կապիկների տեսակ կա, պավիաններ են կոչվում Հարավային Աֆրիկայում, այդ կապիկների մի խումբ հայտնաբերել էր տեղի ֆերմերների թափած խմորված մրգերը, որոնք բնական ալկոհոլ էին պարունակում, մի լավ քեֆ անելուց հետո գինովցած կապիկները ներխուժել էին մոտակա գյուղ։ Դրանք ոչ թե ագրեսիվ էին, այլ պարզապես ծիծաղելի։ Դե չխմած են ծիծաղել, որ մնաց խմած ծիծաղ։ Մեկը փորձում էր խոսել հավերի հետ, մյուսները գրկախառնվում էին ցանկապատներին, իսկ խմբի առաջնորդը քնել էր տեղի բնակչի բազմոցին ու բարձր խռմբացնում էր։ Պես որ եկեք չթերագնահատենք կենթանական աշխարհին։ Մենք ունենք շատ քիչ ժամանակ, մտածում էինք եւս մեկ երաժշտական կատարում լսենք, բայց չէ, ինձ թվում է ճիշտ ժամանակն է, որպեսզի մի քանի սպորտային լուրեր հաղորդենք ու հետո ձեզ հրաժեշտ տանք։ Եվ սկսենք հրաշալի մի լուրով, շատ լավ լուրով։ Հրաձգության Հայաստանի թիմը ոսկե մեդալ նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող շարժվող թիրախ մրցադեպի աշխարհի առաջնությունում։ Ուրա, Վեգան շատ է ուրախացել։ Շատ եմ ուրախացել եւ հիմա կիմանաք թե ինչու Հայաստանի թիմը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց շարժվող թիրախ նորմալ վազք մրցադեպի տղամարդկանց թիմային պայքարում։ Գոր Խաչատրյանը, Հովանես Մարգարյանը եւ Հայկ Մինասյանը վաստակեցին 1719 միավորով, ապահովելով Հայաստանի հավաքականի 3-րդ ոսկին աշխարհի առաջնությունում։ Հուլիսի 21-ին հիշեցնենք աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաեւ հրաձիգ Հայկ Մինասյանը։ Հայկը մեր հյուրն է եղել։ Մենք հրաձգության հետ կապված նրա հետ զրույց ենք ունեցել, մեր կայքում այն դեռ պահպանվել է, այնպես որ իսկապես շատ ուրախացա թե Հայկի համար, թե Հայաստանի թիմի եւ մեր ողջույններ ենք ուղղում նրան։ Շնորհավորանքները եւս նկատել ես մեր հյուրերը դառնում են մեր ընկերները եւ անչափ ուրախանում ենք, երբ նրանց հաջողություններն ենք տեսնում։ Այո, իհարկե, եւ հատկապես որ երբ մարզիկ է լինում, վերջում միշտ ասում ենք, չէ, հուսով ենք դեռ կհայտնենք ձեր հաջողությունների մասին եւ այս դեպքում մեկը արեցինք հենց նոր։ Արեցինք։ Եվս մեկ լուր, սա այն է, որ Transfer Market հարթակը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կրել ֆուտբոլիստների գները աշխարհի առաջնությունից հետո, որովհետեւ փոփոխություն է եղել եւ նրանց տրանսֆերային արժեքները փոփոխվել են, այստեղ տասնյակ է, բայց ժամանակի սղության պատճառով ես լավագույն հնգյակը, ամենաբարձր հնգյակը կներկայացնեմ։ 5-րդ հորիզոնականում ամենաերիտասարդ թերևս ֆուտբոլիստն է այս շրջանի Լամին Յամալը, Իսպանիան ներկայացնող ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 220 միլիոն եվրոից ավել, ավելի քան 220 միլիոն եվրո էլ գնահատվում է Էրլինգ Հալանդը, մեկ այլ բավական երիտասարդ ֆուտբոլիստ Նորվեգիայից, 3-րդ հորիզոնականում Մարոկոյի Այուբ Բուադինենը 80 միլիոն եվրո է գնահատվում, անգլիացի Ջուդ Բելինգհեմը 160 միլիոն դոլարով 2-րդ հորիզոնականում է եւ Անգլիայի Էլի Էլիոտ Անդերսոնը 110 միլիոն, չէ, փաստորեն ես սխալ եի ասում, պարզապես փոփոխություններն են առաջին երկրորդ հորիզոնականներում, կարծես թե ամենաթանկը գնահատվում են Էրլինգ Հոլանդը եւ Լամին Յամալը 220 միլիոն, երրորդ հորիզոնականում արդեն Ջուդ Բելինգհեմն է 160 միլիոն եվրոյով։ Այստեղ մեզ մնում է միայն ասել բախտավոր այս տարբերակներ։ Այո։ Եվ ինչպես ես ուզում եմ հասկանալ, մինչև եթե կա էլի լուրեր, մինչև դա այս խմբի կատարումներից էիր ուզում լսել։ Այո, ես ուզում եի լսել Guns N' Roses-ի This I Love երգը, որը իմ ամենասիրելի երգն է այս խմբի, շատ հայտնի է, մի անգամից կհիշեն, եթե նույնիսկ ռադիո լսողներից կան մարդիկ, որ անունը ոչինչ չասեց, միևնույն է, երբ երգը միացնենք, միանգամից կհասկանանք, թե որ երգի մասին է խոսքը։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, Վեգայի ցանկությամբ հենց այս երգով էլ կավարտենք այսօրվա մեր եթերը։ Հուսանք հետաքրքիր էր, հուսանք հաճույք ստացաք եւ իհարկե ինֆորմացիա ստացաք տեղեկատվություն
պատվությունը կա։ Վերջում մեզ մնում է միայն եւս մեկ անգամ փորձել եւ տեսնել թե խցանումների նիշը մայրաքաղաքում որքան է, ընդամենը մեկ նիշով է բարձրացել 6 բալ է։ Սա խոսում է նրա մասին, որ մարդիկ մեկնել են հանգստի եւ ծառաբեռնվածությունը թեթևացել է մայրաքաղաքում, հարգենք միմյանց հարգելի վարորդներ եւ փորձենք երթևեկության կանոնները չխախտել, այդ կերպ նաեւ կկարողանանք ինչ որ չափ ավելի քչացնել խցանումները։ Հարգանքը շատ կարեւոր է։ Մի խցկվեք։ Սա եւս շատ կարեւոր է։ Եվ ինչպես Տիգրանն է ասում, նա միշտ ասում է եղեք կանխատեսելի։ Հա, մյուս վարորդների համար սա եւս շատ կարեւոր հանգամանք է։ Դե ինչ, եւս մեկ անգամ բարի լույս մաղթենք, հիշեցնենք, որ եթերում ձեզ համար աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Վեգա Անդրեասյանը։ Բարի լույս ու լավ օր։ Այո, վաղը կրկին կլինենք եթերում, սուրճ եւ սեր կփոխանցենք ձեզ ուղիղ եթերից հարգելի ռադիոլսողներ։ 5 շաբթի է այսօր եւ հուլիսի 23-ը։ Այո, հուլիսի 23-ը ռադիոյի հետ եւ վայելեք լավ բովանդակություն ու լավ երաժշտություն։ Ցտեսություն։ Heart's just like mine. She holds the pain inside.